Տիկին Աննա, որ ուղերձով եք այսօր այստեղ եւ դատարանից սպասելիքները որոնք են։ Դատարանից ես սպասելիքներ ոչ մի սպասելիք չունեմ, դրական համենայն դեպս, իսկ Սամվել Կարապետյանին ցանկանամ, որ ինքը միշտ այտենց տոկուն, ուժեղ, հզոր եւ պայքարող տեսակ մնա հայ ժողովրդի համար, որտեղ ինքը շատ բան ունի արած է ժողովրդի համար եւ կուզեմ այտենց է շարունակի։ Ինքը նեղության մեջ է այսօր փակի տակ է, բայց դա նշանակություն չունի։ Միևնույնն է, մենք այս շարժումը որ անում ենք, մենք որ պայքարում ենք, իր առաջնորդությամբ այս ամեն ինչը տեղի ունենում։ Եվ ես հույսով եմ, որ մենք հաղթանակի կհասնենք, էլի։ Վերջապես մի օր մի լույս կբացվի մեր երկրի, մեր ժողովրդի համար։ Ես շատ մեծ հույսեր ունեմ։ Աստված մեզ պահապան եւ Աստված մեզ թող ուղղորդի դեպի լույս ապագան։ Ոչ թե Նիկոլի խոստացած ապագան, դա ավելի լավա չլինի։ Դա նշանակում է, որ Հայաստանը վերանալու է։ Իսկ մեր ապագան լրիվ տարբերվում է իր ապագայից, էլի, եւ ես կուզեմ, որ սրանք էլ մի քիչ խելքի գան, էլի, ու հասկանան, որ իրանք հայ են, որ հայի ինքնությունը հային խեղտելը չի, հային վերացնելը չի։ Իդեպ ինչով եք պայմանավորում այս մեծաթիվ ոստիկանների, պարեկների առկայությունը այստեղ։ Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ սա իր վախերն է, որովհետև ինքը այս ընթացքում, այս 7 տարվա մեջ բացառությամբ այն 18 թվի են առաջի մի ամիսը, որ նենց իրան մաչոյի տեղ դրած հեծանիվներով ու քայլերով էր գնում աշխատանքի, մնացած բոլոր ժամանակահատվածում ինքը գնացել է այս ոստիկանը եւ ինքը գոյատևում է սրան շնորհիվ, որ օրը ինքը մենակ դուրս եկավ, հաշվեք, որ ինքը չկա։ Հաշվեք, որ ինքը չկա, որովհետև ինքը հասցրել է այս ժողովրդին այն վիճակին, որ արդեն նենց բաներ ես լսում, կարդում, գրում, մարդիկ ինքը որ մի փոքր այսքան խելք ունենա, ինքը չի հասցնի մարդկանց այն վիճակին, որ ինքնադատաստան տեսնեն իր գլխին։ Արդեն այդ ժամանակին ոչինչ չի փրկի ու ոչ մեկը չի փրկի։ Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, ապա կալանավորեցին իր այն հայտնի խոսքից հետո, երբ ասեց, որ եկեղեցու կյանքին եթե չկարողանան քաղաքական դաշտում որևէ լուծում տալ, իրենց ձևով մասնակցություն կունենան, այսօր էլ հերթական դեպքն է տեղ ունեցել Արագածոտնի թեմի առաջնորդին եւ խաղաղաներին է ձերբակալել, դեպ մինչեւ այս պահը հայտնի չէ, թե Սրբազան հորը եւ եւս 2 քահանաներին որ ուղղությամբ են տարել։ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ես դուրս գալուց առաջ կարդացի, որ իբրև թե Սրբազանը եւ այդ 2 քահանաներն էլ եւս քննչական կոմիտեում են, դա ինչքան ճիշտ ես չեմ կարող ասել, ես էլ եմ կարդացել, շատ զարհուրելի բան է, միակ ինստիտուտը, որին իր ձեռքը, իր թաթը չի հասել, դա հայ առաքելական եկեղեցին է։ Հիմա ինքը մի 2 հոգի ինքը ներսից է, այսինքն դա իր ոչն է, էլի, որ ներսից պարակտի քանդի, մարդկանց հանի իրար դեմ, ոնց որ այս ժողովրդին արեց։ Հիմա հայը հային ոնց որ թշնամի լինի։ Սա պիտի վերանա, ինքը տոքսիկ է։ Ինքը այս ազգի համար, այս երկրի համար տոքսիկ է։ Ինքը պիտի հրաժարական տա, թողի գնա։ Չհասցնի ժողովրդին այն վիճակին, որ մարդիկ արդեն բոլորը անխտիր ձգտեն, որ ինքնադատաստան տեսնեն իր գլխին։ Իսկ 2018-ին հավատում եք իրեն։ Չէ, ես ընդհանրապես ոչ անկեղծ եմ ասում, ես ոչ կողմնակից եմ եղել իր շարժման եւ գիտեք ինչի չեմ հավատացել։ Ես դրանից առաջ իր այն 95, 96, 97 թվերի այդ որ ինքը դրամաշորտ լրագրող էր, իր հոդվածներն եմ կարդացել, ու ես մտածում եմ, որ հայը սենց ման չի կարա, էլի, անի, գրի, ասի։ Ես չէի հավատում, բայց ես չգիտեի, ես տեսնում էի, որ ինչ-որ, գիտեք իր այդ ամբողջ շարժումը զգում էի, որ ինչ-որ մեկի կողմից ուղղորդված է, ինչ-որ մեկի կողմից կարգավորված է, բայց ով այդ ժամանակ չէի պատկերացնում, չգիտեի, էլի, ասում էին քան խելք ունի, որ այս ձևից է շարժումը, բայց պարզվեց, որ դա ինքը չէր, էլի, իրան ուղակի դրել էին, գտել են այս ազգի ամենավատին, որին սրբություն չկա, ու ինքը կարա անի ամեն ինչ, ոչ հայրենիք, ոչ ինքնություն,
ոչ եկեղեցի, ոչ մի բան, բացարձակ այս մարդու համար, բացի պաշտոնից ու փողից, ուրիշ ոչինչ գոյություն չունի։